նավակ նստեցիր աշակերտների հետ և նրանց ասաց. եկեք ծովակի մյուս կողմն անցնենք և գնացին։ Մինչ նավարկում էին, նա քուն մտավ և ծովակի վրա քամու մի մրրիկ իջավ, ծովը ուռչում էր, նավակը ջրով լցնում և նրանք տագնապի էին մատնվել։ Մոտեցան, արթնացրին նրան և ասացին. «Վարդապետ, վարդապետ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց քամուն և աղմկահույս կոհակներին, և նրանք հանդարտվեցին և խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ուր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս և նրանք հնազանդվում են սրան»։ Ամեն Աստված օրհնի իր խոսքը։ Ես ուզում եմ այս հատվածի մասին խոսենք մեր կյանքի ընդհանուր կոնտեքստը հաշվի առնելով, թե անձնական, թե եկեղեցական և թե ազգային, որովհետև շատերս անձնապես ունենք տագնապներ և մեր ներսում կան փոթորիկներ, մենք որպես եկեղեցի ունենք տագնապներ և անցնում ենք փոթորիկների միջով և մեր հայրենիքը նույնպես նայում ենք ինչ ալեկոծությունների մեջ է։ Երեկ պատահաբար հեռուստացույց միացրեցի, ընդհանրապես աշխատում եմ ինչ լուրերին է վերաբերվում չլսել և նայում եմ աշխարհի 4 կողմից հայերին շնորհավորում են։ Ինչ ա եղել, ինչի են շնորհավորում։ Պարզվեց, որ Ադրբեջանի հետ ոչ թե համաձայնության են եկել, այլ մի կոնկրետ տեքստի վերաբերյալ, որ կարող ենք այս տեքստի շուրջ, հնարավոր է այս տեքստի շուրջ համաձայնության գանք։ Տեսեք, ընդամենը շատ կարճ տարիներ առաջ, մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, պատերազմը 20 թվականին էր, մենք հազարներով զոհեր ունեցանք, իրենք հազարներով զոհեր ունեցան, դրանից հետո էլի զոհեր կան, դեռևս այդ զոհերի, ինչու միայն ծնողների, բայց ծնողների սիրտը դեռ մռմռում է, դեռ բաց է այդ վերքը և արյունահոսում է, և շատերի միտքը, գիտակցությունը վրեժ է պահանջում, վրեժ է ակնկալում, շատերի շրթունքներին անեծք կա և այդ դժբախտությունների համար նույնիսկ չգիտեն ում անիծեն և հաճախ անիծում են մարդկանց, ովքեր դրա հետ որևէ առնչություն չունեն կամ շատ քիչ պատասխանատվություն ունեն, իսկ այն մարդիկ, ում վրա ընկնում է այդ ողբերգությունների պատասխանատվությունը հիմնական, դրանց նույնիսկ մոռանում են։ Այսինքն, տեսեք, դեռ թարմ և արյունահոսող վերքեր ունի ժողովուրդը, բայց մենք խոսում ենք հաշտության մասին, մենք խոսում ենք խաղաղության մասին և հասկանում ենք նաև, որ այդ խաղաղությունը ամեն դեպքում մեզ, հայերիս, անհրաժեշտ է, որովհետև եթե այդ խաղաղությունը հիմա չհաստատվի, հնարավոր է մեր նավակը խորտակվի, հնարավոր է մենք այդ ալեկոծություններին չդիմանանք։
հնարավոր է մեր նավակը այդքան էլ ամուր չի այդ աստիճան ալեկոծությունների դիմանալու համար։ Ինչպես երբ Դավիթը փախուստի մեջ էր Սաուլից, իր հետ 600 հոգի մարդ կար, 600 զինյալներ, և իրենք մի փոքրիկ քաղաքատիպ բան էին, բանի մեջ քաղաքի մեջ սենց կարելի ասել, գյուղաքաղաքից Սեկիլակ կոչվող, և երբ իրենք զինվորներով կամ զինյալներով ճամբարից հեռու են, թշնամիները մոտենում են և գրավում են այդ բնակավայրը և բոլորի ունեցվածքը և կանանց ու երեխաներին գերի են տանում։ Երբ Դավիթը իր զինյալների հետ գալիս է, տեսնում է ավերված ամեն բան և իր ընտանիքի և իր զինակիցների ընտանիքները բոլորը գերի քշված, պատկերացնեք ինչ սարսափելի իրավիճակ։ Ինչ սարսափելի, չգիտես, սպանել են, տարել են, վերջը տարել են ու մեծ զորքով են եկել։ Շատ ավելի մեծ զորքով, քան Դավիթը ուներ իր հետ մարդիկ։ Եվ բոլորը լաց են լինում տղամարդիկ, իրենց հագուստներն են պատռում, և այս իրավիճակում մեղավորներ են չէ միշտ կընտրում, թե ով ընդհանրապես, երբ որ դժբախտություն է լինում մարդու կյանքի մեջ, մարդկանց մոտից երբեմն ողջախոհությունն էլ է հեռանում և սկսում են մեղավորներ, և երբեմն այնպիսի մարդկանց են մեղադրում, որոնք իսկապես պատասխանատու չեն դրա համար, բայց այս դեպքում զինյալները մեղադրում են Դավիթին, քո պատճառով ես ամեն ինչը, քո պատճառով, և ուզում են Դավիթին սպանել, իսկն իրենց այդ ամբողջ անզորությունը, իրենց ցավը, իրենց կսկիծը Դավիթի վրա հանգցնեն։ Եվ պատկերացրեք Դավիթի վիճակը, Դավիթն ինքն էլ է կորցրել իր ընտանիքը, իր երեխաներին, իր ունեցվածքը, ինչ որ ունի, և Դավիթն ինքն էլ ցավի մեջ է, դրան գումարած իր ընկերների նախատինքը, մեղադրանքները, որ քո պատճառով սա եղավ, ինչ որ եղավ քո պատճառով եղավ, որովհետև մենք քո հետ ենք դրա համար սրսում և այլն և այլն։ Եվ մի արտահայտություն կա այստեղ շատ կարևոր, ասում է և Դավիթը զորացավ Տիրոջով, քաջալերվեց Տիրոջով, աղոթեց Դավիթը, Տիրոջ առաջ եկավ, գիտեք, երբեմն իրավիճակներ կա, մենք սովոր ենք, որ երբ ձևապաշտ մարդիկ հատուկ աղոթքի դիրքեր են ընդունում, աղոթքի խոսքեր ունեն, չէ, գալիս են, գնանք, աղոթենք ծոմապահությամբ, չգիտեմ, և այլ, տվյալ դեպքում Դավիթը աղոթում է և Դավիթը Աստծուց քաջալերվում, այսինքն Աստծո ներկայությունն է իր մեջ զգում, այդ ծայրահեղ լարված պահին, այդ ծայրահեղ աղետի մեջ, ողբի մեջ, ողբերգության մեջ Դավիթը իր մեջ Աստծո ներկայությունն է զգում։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը ապրել եք այդ զգացողությունը, ապրել եք, երբ իսկապես ծանր իրավիճակում ձեր կյանքի մեջ Աստծո ներկայությունն եք տեսել։ Ահա Դավիթը այսպես տեսնում է Աստծո ներկայությունը և այն աստիճան, որ ինքը կարողանում է հարց ուղղել Աստծուն։ Գիտեք, մենք Աստծուց երբեմն այսպիսի իրավիճակների մեջ խնդրանքներ, պահանջներ, ակնկալիքներ, տուր, չէ, մեզ տուր ինչ-որ բան։ Մենք սրա կարիքն ունենք, տուր մեզ։ Այստեղ Դավիթը շատ հետաքրքիր դրսևորում անում։ Ասում է Տեր, գնամ ասում է հետ բերեմ իմ կորցրածը, թե չէ։
իր զորքը շատ ավելի քիչ է, քան նրանք, ովքեր արձակվել են իր վրա։ Ասում գնամ հետ բերեմ, թե ոչ, կկարողանամ, թե ոչ։ Գիտեք, դժվար է ասել, թե Աստված ում ինչպես է պատասխան տալիս։ Աստված ում ինչպես է տարբեր ձևերով է պատասխան տալիս։ Երբեմն Աստված գալիս է մեր կյանքի մեջ եւ մեզ պատասխաններ է տալիս։ Մենք չենք ուզում լսել, չենք ուզում ենթարկվել, չենք ուզում ընդունել, որ դա Աստծո պատասխան է մեզ։ Դրա համար ես չեմ ուզում հիմա մենք կենտրոնանանք այն բանի վրա, թե Աստված ինչ ձևով կարող է մեզ պատասխանել։ Խնդիրը այստեղ այն է, որ եթե մենք իսկապես ուզում ենք Աստծո ձայնը լսենք, եթե մենք իսկապես մեր կյանքերի մեջ ուզում ենք Աստծո պատասխանները լսենք, ապա նա կխոսի մեզ հետ եւ մենք կիմանանք, որ դա Աստված է խոսել։ Եվ Աստված ասեց գնա։ Չեմ ուզում այս պատմության մանրամասները պատմեմ։ Էական չի, վերջում քանի հոգի մնացին Դավիթի հետ։ Քանիսը վախեցան, քանիսը փոքր հոգի եղան, ի վերջո քանիսը մնացին եւ դա բավական էր։ Իրենք բերեցին իրենց ունեցվածքներ, նրանց ունեցվածքներ, ամեն բան ետ խլեցին եւ բերեցին։ Բայց ինչն եմ ես ուզում, որ մենք մտածենք, որ այսպիսի ծայրահեղ լարումների մեջ նախ մենք գիտակցում ենք ինչ է կատարվում մեր կյանքում։ Մենք գիտակցում ենք ինչ է կատարվում մեր անձնական կյանքում, մեր եկեղեցական կյանքում եւ մեր հայրենիքի մեջ։ Իսկապես մենք գիտակցում ենք ինչ է կատարվում։ Այն է կատարվում, ինչ որ աշակերտները այս նավակի մեջ մտածում են, որ իրենց հետ է կատարվում։ Իսկ ինչ էր կատարվում աշակերտների հետ։ Կատարվում էր այն, որ ծովի վրա ուժեղ փոթորիկ էր, կատարվում էր այն, որ իրենք լինելով երկար տարիների ձկնորսներ, տեսնում էին, որ իրենց նավակը, եթե այսպես շարունակվի, խորտակվելու է, չի դիմանա իրենց նավակը։ Նախ շատ որ է նավակի մեջ, շատ որ է նավակի մեջ։ Սովորաբար ձկնորսական նավակների մեջ այդքան մարդ չի լինում, բայց թողենք սա երկրորդական հանգամանք է։ Պարզապես իրենք հասկանում են, որ վիճակը ծայրահեղ է։ Եվ այս ծայրահեղ վիճակի մեջ իրենք փորձում են ինչ-որ բաներ անել, բայց կա մեկը իրենց միջավայրի մեջ, ով անտարբեր է այս ամենի նկատմամբ։ Ինչու է անտարբեր, որովհետև քնած է, որովհետև պարզապես քնած է։ Իրենք կերած մահու կռիվ են տալիս ալիքների դեմ, կատաղած ալիքների դեմ, կյանքի ալիքների դեմ, ծովի ալիքների դեմ, իրենց նավակը խարխուլ է, իրենք անզոր են, իսկ իրենց մեջ կա մեկը, ով քնած է, ուղղակի քնած է։ Եվ այդ մեկը իրենց առաջնորդն է, իրենց հովիվն է, իրենց ուսուցիչն է, եւ այլն։ Ով եմ ես, ինչ են ասում մարդիկ իմ մասին։ Տարբեր ընկալումներով քնած է այս մարդը։ Եվ արթնացնում են Հիսուսին։
Սիրելիներս, Եսուս մեր ուշադիր լինենք, ինչու են արթնացնում Եսուսին, ինչու են տվյալ պահին Հիսուսին արթնացնում, ինչ ակնկալիք ունեն Հիսուսից, որ ինչ անի, ինչպես պիտի փրկի, ես չեմ կարծում, որ եթե իրենք 12 հոգի են այդ նավակում կամ 13 հոգի էին կամ չգիտեմ քանի հոգի էին, այդքան բան կար, անոթ կար կամ ինչ-որ աման կար, որով ջուրը իրենք կարողանային նավակից դատարկեին։ Իրենք Հիսուսին արթնացրեցին և այստեղ պարզ գրված է հանդիմանելու համար, հոգդ չի, մենք կորչում ենք, ես դու քնած ես։ Ես ուզում եմ մի պահ մենք անդրադառնանք մեր կյանքին, մեր իրավիճակներին։ Այսօրվա Սաղմոսը ով է հիշում, ով է կարդացել այսօրվա Սաղմոսը առավոտյան աղոթքի, որ բառն է, որ բառակապակցությունն էր, որ անընդհատ կրկնվում էր։ Մինչև երբ Տեր, մինչև երբ Տեր, մինչև երբ, չէ՞։ Բավական է, խիղճվում այս մարդը, էլ չի դիմանում, մի անգամ, երկու անգամ, և սա ընթացք է, չէ՞, սա ընթացք է, ովքեր գիտեն, թե ցավը ինչ բան է, և նրանք, ովքեր գիտեն այդ ցավի շարունակականությունը, որ ոչ թե ցաված ու անցավ, այլ շարունակական ցավեր կան, չէ՞, չեմ ուզում մանրանամ դետալների, մարդիկ կան, որոնց կյանքերի մեջ շարունակական ցավեր կան և իրենք պիտի ապրեն այդ ցավի հետ։ Եվ երբեմն ի վերջո մարդկանց ուժերը, չէ, սահմանափակ են, երբեմն հոգնում ենք մենք, թուլանում ենք մենք, կամ այդ մարդիկ ում մասին խոսում ենք, և ասում են մինչև երբ Տեր, բավական է, լուծումներ են ուզում։ Եվ տեսեք, երբեմն մարդիկ փնտրում են այդ լուծումները, կամ մենք փնտրում ենք այդ լուծումները, և սխալ լուծումներ են գտնում։ Եվ հաճախ, օրինակ, Դավիթի ընկերները ուզում էին Դավիթին սպանել, այդ ճիշտ լուծում չէր, ինքն էր մեղավորը, պատճառն ինքն էր, գտան իրեն մեղադրելու բաներ, և ուզում էին քարկոծել, լուծում էր դա, կվերջացնեն, իրենց կհանգստանային, ինչպես կներեք որդեկորույս մայրերը հիմա խոսեցին քիչ առաջ այդ մասին, ուզում են Փաշինյանին սպանել, մեկին սպանեն, հանգստանան, այս ամբողջ պատասխանատվությունը դնեն իր վրա, կարևոր չի ինքն է մեղավոր, ինքը չի մեղավոր, մենք նշանակել ենք արդեն մեղավոր, դու ես եղել հրամանատարը, դու ես եղել գլուխը, ուրեմն դու ես մեղավոր, վերջ, էլ տալ, առնել չկա։ Սա մարդկային է, ինչ որտեղ մարդկային է, գիտեք, երբ որ հասնում է հիվանդության կամ մարազմի սա մի քիչ այլ է, բայց մարդկային է։ Հիմա մարդն էլ մինչև երբ Տեր, մինչև երբ, և ես մինչև երբի մեջ էլ կա հանդիմանություն։ Այս նայեք, հանդիմանություն ում նկատմամբ, ում դեմ, տվյալ դեպքում վարդապետ ահա մենք կորչում ենք, արթնացրին նրան և ասին վարդապետ ահա մենք կորչում ենք, ինչ ես մտածում, ինչ որ բանային ակնկալում վարդապետից,
եկեք ազնիվ լինենք։ Եթե նրանք ինչ-որ բան ակնկալ էին, ապա երբ Հիսուսը սաստեց փոթորիկը, նրանք շատ սենց նայում էին Հիսուսին և ինչ ասացին, ասին, ով է սա, որ բնությունը, փոթորիկը սրան ենթարկվում է, ով է սա։ Հիսուսը երբ հարցնում էր ով եմ ես, իրեն գիտեին ով է Հիսուսը, իհարկե գիտեին և ասում էին հերթով, դուք գիտեք ով է Հիսուսը, դուք ավելի շատ գիտեք ով է Հիսուսը, թե աշակերտները ավելի շատ գիտեին ով է Հիսուսը, բայց աշակերտների կյանքի մեջ իրավիճակ եղավ, երբ աշակերտները հարցնում են ով է սա, ինչ բան է, որ փոթորիկը սրան ենթարկվում է։ Դուք կարծում եք ավելի դժվար է փոթորիկը ենթարկեցնել, թե մի մարդու սիրտը փոխել։ Հասկանում եք։ Հիսուսը չասեց, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, մարդկանց սրտերը կփոխեք, ասեց, եթե մանանեխի հատիկի չափ հավատ կունենաք, լեռները կտեղափոխեք։ Եվ առաջին բանը, որ Հիսուսը իր աշակերտներին ասեց, ուր է ձեր հավատը։ Ինչ հավատի մասին է խոսքը։ Ինչ հավատի մասին է խոսքը։ Ինչ է հավատը։ Ժողովուրդ սիրելիներ, ինչ է հավատը։ Ես ձեզ անկեղծ ասեցի իմ կյանքում կար մի շրջան, երբ ես գիտեի ինչ է հավատը, հստակ գիտեի ինչ է հավատը։ Բայց իմ կյանքում եկավ մի ուրիշ շրջան, երբ այն ինչ որ ես գիտեի, ոչինչ համարեցի, հասկացա, որ ես ոչինչ էլ չգիտեմ, և նույնիսկ չգիտեմ, ով է Հիսուսը, ինչպես աշակերտները ասեցին, ով է սա, որովհետև մեր կյանքը, գիտեք ինչ է կյանք, ով գիտե ինչ է կյանքը, կյանքը ծնվելն է, կյանքը մոր կաթը ուտելն է, հետո կոշտ կերակուր ուտելը, հետո այդ զարգացումը, ֆիզիկական, ընդեղ ավելանում են ուրիշ ֆիզիկական պահանջներ, հոգևոր պահանջներ, չգիտեմ, մտավոր պահանջներ, մշակութային պահանջներ, սա է կյանքը, մեկի մոտ այսպես, մեկի մոտ այն, ինչ է կյանքը, որտեղից կյանքը, Հիսուսն ասեց, ես եմ կյանքը, ես եմ կյանքը, մենք ինչպես ենք դա պատկերացնում, երբ ասում ենք Հիսուսն է կյանքը, մենք ինչպես, ում կյանքը, Հիսուսը ում կյանքն է, ինքնիր կյանքն է, Հիսուսը ընդհանրապես կյանքն է, և ասում է ես եմ կյանքը, նշանակում է իմ կյանքն էլ է, ինչպես եմ ես սա պատկերացնում, որ Հիսուսը իմ կյանքն է, սա ինձ համար անընկալելի է, և ես ուզում եմ ճանաչեմ, հասկանամ, ես մինչև հիմա կյանքը այլ եմ պատկերացրել, կյանքը պատկերացրել եմ, որ Աստված, ընտանիք, ծնողներ, կին, երեխաներ, ընկերներ, եկեղեցի, արժեքներ, չէ, բայց մեկ էլ Աստված, Աստծո խոսքը նորովի գալիս է քեզ, և Հիսուսն ասում է, ես եմ կյանքը, և ինձանից բացի ուրիշ կյանք չկա,
Եվ ես նախանձեմ, եթե մեկը մտածում է, որ կյանքը մի այլ բանի մեջ էլ կա, ես նախանձեմ, ես չեմ հանդուրժում դա, ես եմ կյանքը։ Դե փորձիր հասկանալ, թվում է թե մենք հասկանում ենք, եւ շատ լավ ենք հասկանում, եւ շատ լավ ենք հասկանում, բայց չէ, սա այնքան շեղտեր ունի, եւ դրա համար աշակերտները նայեցին մի նոր շեղտ է բացվել։ Հիսուսը մեկ այլ ձևով է իրենց ներկայացել եւ իրենց համար սա շոկ է։ Ով է սա։ Ձկնորսներ են, երկար տարիների ձկնորսներ են, իրեն գիտեն ծովի ուժը, իրեն գիտեն փոթորիկի քամու ուժը, ով կարող է կանգնել դրա առաջ։ Եվ Հիսուսը ընդամենը մեկ բառով հանդարտվիր, դադարիր, եւ դադարում է սա։ Մենք մեր կյանքի մեջ պատկերացնում ենք այսպիսի իրավիճակներ, որ մի անգամից Հիսուսը կարող է միջամտել մեր կյանքի մեջ, մեր փոթորիկի մեջ, մի անգամից եւ ասել դադարիր։ Կամ երբ ինչ-որ մեկին է ասում դադարիր, կամ երբ ինձ է ասում դադարիր, լռիր, կամ երբ քեզ է ասում դադարիր, լռիր, բնությունը հնազանդվեց, բնությունը հնազանդվեց, վարդապետ, ով ես դու, ով ես դու, եւ վարդապետը մեզ ասում է, ահա նայեք իմ գործերը, ձեր կյանքի մեջ, իսկ ով եք դուք, իսկ ինչով ենք մենք, ինչով ենք մենք, ուր է ձեր հավատը, ուր էր աշակերտների հավատը, չունեին աշակերտները հավատ, դուք հավատ կունեք, թե չունեք, այդ հարցրեք աշխարհի քրիստոնյաներին, հավատացյալներին, կամ մի հատ իրանց ասեք այդ նույն ուր է ձեր հավատքը, ընդհանրապես ինչ-որ բան անելուց հետո կամ առաջ, ուր է ձեր հավատքը, բոլորը մեծ հավատք ունեն, ոչ մեկ փոքր հավատք չունի, բոլորը մեծ հավատք ունեն, այ եթե փոքր հավատք ունենային, ինչքան փոքր, մանանեխի հատիկի չափ լեռները կտեղափոխեն, բայց քանի որ մեծ հավատք ունեն, այդ մեծ հավատքը շատ ծանր է, շատ դանդալոշ է, շատ դժվար է տեղաշարժվում, հասկանում ես, այ մեր ողբերգությունը, մարդու ողբերգությունը եւ եկեղեցու ողբերգությունը այսօր որ մենք այսենց ընկած վիճակի մեջ ենք, մեծ հավատք ունենալն է, որովհետև փոքր հավատք ունեցող մարդիկ լեռներ կարող են տեղափոխել։ Եվ Հիսուսը այստեղ հենց այդ հարցն է տալիս. ուր է ձեր հավատքը։ Դուք ձեզ տվեք այդ հարցը, ուր է մեր հավատքը։ Մեզ այսօր պետք է փրկվել այս ալեկոծ ծովում։ Հիսուսը մեր նավակի մեջ է, կամ մենք այն նավակի մեջ ենք, որ Հիսուսն է քնած, աշակերտները արթնաց, շուտարավար թապետ, հեչ վեճը չի, հեչ հոգդ չի, մենք կործանվում ենք այստեղ, ուր է ձեր հավատքը։ Չեմ ուզում մեկնաբանել, դուք մեկնաբանեք, լիքը մեկնաբանողներ կան, պարզապես վերցրեք այդ հարցը ձեզ։
վերցրեք այդ հարցը ձեզ է ուղված, ուր է ձեր հավատքը, և փորձեք քննել, ունենք մենք հավատք թե ոչ, դուրս եկեք այս կողքի սրահը, հարցրեք հավատքի մասին, տես ինչքան ունեն, ցանկացած պատահական անցորդի հարցրեք հավատքի մասին, տես ինչքան շատ ունեն դրանից, լիքը լեցուն, հարցրեք Աստծուն, ասեք Տեր դու հավատք տեսնում ես այս աշխարհի վրա, տեսեք ինչ կպատասխանի նա, տեսեք ինչ կպատասխանի, տեսնում է թե չի տեսնում, թափած է այդ հավատքը, լիքը, որտեղից ուզում ես հավաքի, չեմ կարծում, որ դա այդպես է, նույնը նաև այստեղ է ունեցել հավատքը, Հիսուսն է հարցնում, դուք հարցրեցիք ձեզ Աստծուն, ով ես դու, ինքն էլ հարցնում է, ուր է ձեր հավատքը, ուր է ձեր հավատքը, որովհետև մի փոքր հավատքը լեռները կտեղափոխի։ Աստվածորդնի ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, Աստվածորդնի ձեր զավակներին, անհնազանդ զավակներին, որ մեր խնդիրն է իրենց հնազանդություն սովորեցնել։ Դժվար է հնազանդություն սովորելը, բայց դաստիարակության գործառույթի մեջ առաջին բանը, որ միակ բանը ես ասեմ, հնազանդություն սովորեցնել։ Հիսուսը չարչարանքներով հնազանդություն սովորեց։ Աշակերտի պես այս աշխարհում Հիսուսը հնազանդություն սովորեց։ Ով է սա, որ հնազանդություն սովորեց։ Միթե ինքը իր հետ չէր բերել այդ հնազանդությունը։ Միթե իր ամբողջ էությունը հնազանդությամբ լցված չէր, փաստորեն ոչ, եթե լցված լիներ հնազանդությամբ, ինքը կարիք չէր ունենա սովորելու դա, իսկ մենք մեր շրջապատում ունենք մարդիկ, որ ոտից գլուխ հնազանդությամբ լցված են, և ուրիշներին էլ անհնազանդ են ասում, մենք սովորում ենք երիտասարդներ, ձեր ծնողները, ձեր ավագ եղբայրները, քույրերը հնազանդություն են սովորում և ձեզ են ուզում սովորեցնել հնազանդություն, իսկ հնազանդությունը սկսվում է հավատքից, ուր է ձեր հավատքը, գնացեք Աստծուն հարցրեք, Տեր ուր է մեր հավատքը, որտեղ փնտրեք և ինչի դա, ինչի նման է, խնձորի նման է, տանձի նման է, ինչի նման է հավատքը, որ առանց դրա Աստծուն հաճելի չենք կարող լինել, ինչ են որ անենք, ինչ անենք, որ հավատք կոչվի, որ հավատքից լինի, որովհետև ինչ որ հավատքից չի, չէ, ինչ է, մեղք է, ինչ որ հավատքից չի, մեղք է, իսկ դուք կարող եք ասել, որ ձեր բոլոր քայլերը հավատքից են, մեղ Աստծու, մենք էլ սովորելու բան չունենք, ուրեմն մենք նաև մեղքի մեջ ենք, ուրեմն մեզ նաև ապաշխարություն է պետք, Աստվածորդնի նրանց, ովքեր իրենց կարիքը գիտակցում են, ովքեր լսում են իրենց կարիքի մասին, աշակերտներին հավատք էր պետք, ձեզ էլ է հավատք պետք, ուր է ձեր հավատքը, սա Տիրոջ հարցն է այսօր ուղղված մեզ բոլորիս, իր եկեղեցուն, իր աշակերտներին, գնանք գտնենք այդ հարցի պատասխանը, իր օգնությամբ, իր հոգու օգնությամբ, իր խոսքի օգնությամբ,
Օթող փառավորվի իր անունը։ Հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից